Որն է մարդու վերջնական նպատակը։ Երկնքի արքայություն, հավիտենական կյանք։ Եվ դա երկնքի արքայության մեջ պետք է լինի։ Հիմա այդ երկնքի արքայության մեր վերջնական նպատակը մեզանից հեռու է, թե մոտ է։ Իրական է, թե անիրական է։ Մենք տեսնում ենք այդ նպատակը, վայելում ենք, ապրում ենք, շնչում ենք, թե կլինի այնտեղ։ Մեր Տերը Հիսուս Քրիստոս այդ հարցին պատասխանում է, ասում է, երկնքի արքայությունը ձեր մեջ է։ Մեր այդ հավիտենական եւ վերջնական նպատակը խիստ իրական է, ներկա է մեր կյանքում։ Երբ որ մարդու կյանքում երկնքի արքայության իրական նպատակը կա, եւ ինքը ոչ թե երազանքների մեջ է, այլ իրականության մեջ ապրում է իր հավիտենական նպատակը, այն ժամանակ կյանքում տարբեր տեսակի նպատակներ ունի մարդը, ամեն տարիք, ամեն միջավայր, ամեն հասակ իր նպատակն ունի, աննպատակ երկրի վրա չես կարող ապրել։ Երեխայի նպատակն ինչ է, ուսում ստանալ։ Երեխան ուսում ստանա դպրոց, ինչու է գնում, որ ուսում, կրթություն ստանա։ Վերջացրեց երկրորդ նպատակը մասնագիտություն ձեռք բերել։ Դպրոցում դու միայն կրթություն ես ստանում, կարող է մասնագիտական որոշակի ուղղվածություն ունենաս, կողմնորոշվես, թե որ մասնագիտության պետք է շարունակես քո կյանքը, բայց դպրոցից հետո է մասնագիտության ձեռք բերելու իրական ժամանակը։ Ուրեմն դպրոցն ավարտեցիր, պետք է մտածես ինչ մասնագետ ես լինելու։ Եվ ձգտես հասնել քո նպատակին, հասար նպատակի մասնագիտություն ձեռք բերեցիր, այսինքն ինչ որ համալսարան ավարտեցիր կամ ինչ որ արհեստ կամ արվեստի տիրապետեցիր, չէ՞։ Հասար նպատակիդ, հիմա երրորդ նպատակը այդ բոլորը կատարելագործելն է։ Հա, մարդ կարող է ուսում էլ ստանա, մասնագիտություն էլ ձեռք բերի, բայց լավ մասնագետ չլինի։ Հա, օգտակար չլինի ոչ իրեն, ոչ էլ իր հայրենիքին։ Ուրեմն այս նպատակը կատարելագործելն է, մասնագիտությունը կատարելագործելն է ի շահ ժողովրդի, ի փառս Աստծո, ի պայծառություն հայրենիքի։ Այս բոլորը մենք պետք է կատարելագործենք անընդհատ։ Բայց այս մեր բոլոր նպատակները ոչ թե մեր իրական, վերջնական, հավիտենական նպատակն են, չէ։ Սա աշխարհային նպատակն են։ Այս բոլոր նպատակների իրագործումները իմաստավորվում են հավիտենական նպատակով։ Եթե մեր մեջ ներկա է երկնքի արքայության նպատակ, հավիտենական կյանքը, մեր ամեն գործ հաջողված է, իմաստավորված է եւ պտղաբեր է, արդյունավետ է։ Այսինքն քրիստոնյա բարեպաշտ առաքինի բժիշկը օրինակ գանձ հայրենիքի համար, որտեղ ինքը ոչ միայն մարդկանց մարմիններն է բուժում, այլ նաև իր բարի վերաբերմունքով եւ բարի սրտով, պատկերացնում եք մի բարի բժիշկ մարդու աչքին հրեշտակ է երևում, չէ՞։ Օրինակ ոստիկաններին Սուրբ Գրիգոր Նարեկացին ինչ է կոչում, ասում է պահապան հրեշտակը, ոստիկան։ Իրականում ոստիկանին ինչ պաշտոն է կատարում, պահապան հրեշտակի պաշտոնն է կատարում։ Ոստիկանը ինչ պետք է անի, պետք է պահպանի մարդկանց։ Տեսեք, պահապան հրեշտակի նպատակն ինչ է, առաջին նպատակը ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին, որ կարողանա մարդկանց հետ կանգնեցնել մեղքից։ Երկրորդ նպատակը, եթե ընկավ մեղքի մեջ, ունենցալի, որ շատ չխորանա մեղքի մեջ։ Երրորդ նպատակը, եթե ծանր մեղքերի մեջ ընկավ, հետ բերի։ Տեսնում եք, լրիվ ոստիկանի գործողություններ է կատարում պահապան հրեշտակը եւ ոստիկանն էլ պետք է պահապան հրեշտակի գործը օրենքով պետք է սովորեցնի քաղաքացուն, օրենսդրական մեր ամբողջ համակարգը, որ սա է մեղքերը, մի գործեք, սա է օրենքի խախտումը, մի արեք։ Եվ եթե խախտում է, հետ կանգնեցնի։ Եվ եթե շատ է խախտում, դարձնի
հա, տեսնում եք լրիվ պահապարհեշտակի գործողություններն են։ Լավ հոգևորականը, հոգու փրկության գործարանն է եկեղեցին։ Եթե Աստծո երկնային շնորհը իր մեջ գործում է, ուրեմն ինչքան մարդկանց է ինքը դերում դեպի Աստված, որքան մարդկանց է դեպի Աստված բերում, ինչքան հոգիներ է փրկում, եթե ինքը ասում է սրբիր ինքդ քեզ, կսրբես շատերի, բժիշկ բժշկիր ինքդ քեզ, եթե դու ինքդ բժշկված ես, եթե ինքդ դու սրբվել ես Աստծո շնորհով, եթե դու քո մեղքերից դուրս ես եկել, հաղթահարել ես, խոստովանել ես, ապաշխարել ես, ուրեմն շատերին կարող ես ապաշխարության առաջնորդել, խոստովանություն ընդունել, երկնքի արքայության առաջնորդել։ Այսինքն հոգևորականի գործը ամենամեծ գործն է։ Փրկության ճանապարհին կանգնեցնել եւ օգնել հասնել հավիտենականություն։ Այս բոլոր մասնագիտությունները, կոչումները հաջողված են, եթե մարդը իր հավիտենական երկնային նպատակին հասել է, ոչ թե երազումը, չէ հասել է, երազանք չէ, հեռահար նպատակ չէ, մոտ նպատակ է, մոտակա նպատակ է, ներկա նպատակ է երկնքի արքայությունը։ Եվ ամեն գործ, ամեն մասնագիտություն, ամեն ինչ հաջողված է Աստծո շնորհով երկնքի արքայության մեջ։ Երբեմն մարդը կարող է իր մասնագիտական կամ իր կյանքի ընթացքում հաջողություններ չունենալ, բայց Աստծուն փառք է տալիս այդ անհաջողությունների համար, որտեղ Աստծո շնորհն է իր մեջ, որտեղ ինքը հենց անգամ անհաջողությունների մեջ շատ բան է սովորում։ Աղքատության մեջ էլ է Աստծուն փառք տալիս, հարստության մեջ էլ է Աստծուն փառք տալիս, հիվանդության մեջ էլ է Աստծուն փառք տալիս, որտեղ Աստված իր մեջ ներկա է, առողջության ժամանակ էլ է, առողջ ժամանակ էլ է Աստծուն փառք տալիս, հա։ Ամեն պարագային Աստծուն փառք է տալիս, որտեղ ապրում է Տիրոջ ներկայություն, ինչ որ գալիս է Աստծուց է համարում։ Եվ երբեք չի տրտնջում, ինչպես Հովան Ոսկեբերյանը միշտ ասում էր. փառք քեզ Աստված, փառք քեզ ամեն ինչի համար, փառք քեզ։ Ամեն